Եթե մենք դիտարկում ենք այս տարածաշրջանի եւ հարակից տարածաշրջանների նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրությունը, ապա դրա վերաբերյալ բազմաթիվ ռազմավարական փաստաթղթերը հրապարակվել են տարբեր think-tank-ների կայքերում, The Marathon Initiative, Brookings-ի կայքում եւ այլն, տարբեր ռազմավարական նպատակները, ըստ որոնց մեծ հաշվով Միջին Ասիայի խնդիրը դա պետք է նոր հատերաբեմ դառնա արևելքի ու արևմուտքի միջև եւ միանշանակ միջանցքը հենց դրա համար է պետք, որովհետեւ միջանցքը եզրույթը ենթադրում է ամեն դեպքում, որ այդտեղ վերահսկողությունը կամ նվազ է լինելու կամ չի լինելու եւ Ադրբեջանը պահանջում է, որ վերահսկողությունը չլինի կամ չլինի հայկական կողմից։ Այսպիսով մի վարքյան ավարտեմ։ Այսպիսով իդեպ արդեն Հայաստանի վարչապետը մի անգամ հայտարարել է, որ այդտեղով հնարավոր է նաեւ ռազմական բեռները փոխադրվեն եւ ասվել է նաեւ, որ դե մենք էլ կարող ենք համապատասխան ինչ որ հնարավորություններ ստանանք։ Կարևորը ասվել է եւ իրականում նպատակը ռազմական է, ռազմավարական է, որպեսզի փոխադրվեն այդ ռազմական բեռները եւ դա Հայաստանի նկատմամբ գրավում է շատ լուրջ ուշադրություն եւ դարձնում է մեղրին շատ մեծ լարվածության միջազգային կետը, ել չասած հարցի տակ է դնում հետագայում Հայաստանի անվտանգությունը միանշանակ, իսկ այն, որ ինչ որ բեռները անցնելու են եւ հետո նվազագույն турք են վճարելու Հայաստանի համար, դա լրիվ ուրիշ հարց է եւ ես այստեղ այս տնտեսական հանգամանքը շատ նվազ եմ տեսնում։